ձեզ ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ բերել են խաղաղություն, էլի ստում են։ Ձեզ բերել են ենթակայություն, երբ տունդ մտած գողին տալիս ես այն ինչ ուզում է եւ ամենօրյա ռեժիմով, դա խաղաղություն չի, ենթակայություն է, բայց այ փաստա պետական շահերին ու ազգային իղձերին դավաճանությունը։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, մենք բանավիճում ենք մի մարդու հետ, ով քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Ժողովուրդ հասկանում եք որտեղ ենք եկել հասել։ Այս մարդիկ ամեն ինչ անում են մեր վրա նոր հարձակումները լեգիտիմացնելու համար։ Դրա համար կներեք էլի, բայց այս բարի փոփուշ մթնոլորտը պատասխան տվեք այս բաների համար։ Ինչի եք դուք փաստեր տալի Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը մեր վրա հարձակվի, ձեր հայտարարությունն է մեջ բերելու։ Ինչու եք դա անում։ Հասկացա ինչ եք ասում։ Հիմա լսեք ինչու։ Հիմա ուշադրիր լսեք ինչու։ Սկանդալ մի սարքեք եւ Ադրբեջան եւ հարձակում մի հրավիրեք հերթական անգամ Հայաստան լսեք ուրեմն Հայաստանը եւ Ադրբեջանը զուգահեռ չենք խոսում տեղեկացնում եմ ձեզ բոլորին Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են իրար այդ բանակցությունների ընթացքում ընդունել են որ դեռ որոշակի տարածքներ կան որոնք Հայաստանի վերահսկողության տակ որ պատկանել են խորհրդային Ադրբեջանին եւ Ադրբեջանի վերահսկողության տակ որ պատկանել են խորհրդային Հայաստանին եւ պայմանավորվել են կողմերը որ բոլոր այս տեսակ հարցերը պետքա լուծվեն խաղաղ ճանապարհով սահմանազատման գործընթացի շրջանակներում որպես բազիս ունենալով Ալմա-Աթայի հռչակագիրը եւ վերաբերելի եւ իրավական ուժ ունեցող քարտեզներ հենց որ սկանդալ մի սարքեք ընտեր դրա համար է հայտարարում ադրբեջանական տարածքներում հայկական գյուղերը դրա համար է որ ասում եք որ չէ մի հատ այդ գիծը ցույց կտա որ Ադրբեջանը ճանաչել է որ ձեզ անընդհատ որ ձեզ անընդհատ Տիկին Վարդան, մի քիչ դանդաղ խոսացեք, որ լսենք։ Ես իրան վաղուց սովորեմ, հասկանում եմ ինչ ասում։ Դրա համար կեսն է ասի երիկա։ Որ ձեզ անընդհատ գալի ասում են։ Մեր տարածքները կան Ադրբեջանի տակ, մեր տարածքները կան Ադրբեջանի տակ, մեր տարածքները կան Ադրբեջանի տակ։ Ինչ կասեք, հա՞։ Եվ ինչ որ պահի ստիպված ես լինում ասել, որ ժողովուրդ ջան, որ մեր տարածքները կան Ադրբեջանի վերահսկողության տակ, որոշ տարածքներ Ադրբեջանից կան մեր վերահսկողության տակ, կողմերը խաղաղ բանակցում են այդ ճանապարհով, այդ թեմայով։ Այսինքն որ Ադրբեջանը Երկու հայտարարում։ Մի րոպե, Գագիկ Վարդանյան